Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցությունը հեղինակել է ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին հայտարարության նախագիծ, այս հարցով հիմնական զեկուցող է ազգային ժողովի պատգամավոր պարոն Հայկ Մամիջանյանը, հարակի զեկուցությամբ հանդես կգա ազգային ժողովի պատգամավոր հանձնաժողովի նախագահի տեղակալ Տիկին Արուսակ Ջուլակյանը։ Հիմնական զեկուցումը ներկայացնելու համար պարոն Մամիջյան խոսքը փոխանցում եմ ձեզ, խնդրեմ։ Հարգելի հայրենակիցներ, պատիվ ունեմ խմբակցությունը առաջարկել է հայտարարության տեքստ, ազգային ժողովի հայտարարության տեքստ, որում արձանագրված փաստերը հայտնի են բոլորին։ Պարզապես այս հայտարարության մեջ դրանք կրճատ շարադրված են։ Նշեմ նաև, որ այս փաստերը կարելի էր տեխնական ավելի երկար շարունակել եւ այստեղ ներկայացրած են բացառապես ամենաաղաղակող, ամենաշատ ցավ եւ խնդիրներ մեր երկրի համար առաջացնող փաստերը։ Հայտարարության ներկայացումից ի վեր թերևս երկու կարևորագույն կետ կարելի էր ավելացնել, մենք չենք ներկայացնելու փոփոխություն, բայց առաջինը երկրորդ կետով արտաքին քաղաքականություն, արկածախնդրություն եւ զիջում բաժնում կարելի էր ավելի մանրամասն ներկայացնել այն անորոշությունները, որոնք առաջացել են Վաշինգտոնյան արձանագրությունների, Վաշինգտոնում կնքված փաստաթղթերի հետ կապված Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթների համատեքստում եւ երկրորդ ժողովրդավարական նահանջ ժողովրդավարությունից եւ մարդու իրավունքների համատարած խախտումներ հատվածում մենք ունենք եւս մեկ խայտառակ ապօրինի որոշման օրինակ, ուրբաթ օրը Միքայել arczepiskopos Հաճապահյանի նկատմամբ կայացված ապօրինի որոշումը, որը նույնպես եւս մեկ անգամ ընդգծում է մեր երկրում ժողովրդավարության հետնահանջը, իսկ կարծում եմ ժողովրդավարության հետնահանջ բառակապակցությունը արդեն տեղին չի, շատ մեղմ է օգտագործելու համար այն գործընթացների համար, որոնք տեղի են ունենում մեր երկրում։ Ես հայտարարության տեքստը եւս մեկ անգամ չեմ ընթերցի, որովհետեւ ի թիվս այլ դատարված գործողությունների այս հայտարարության շրջանակներում իրականացվել են լսումներ, որոնք իրենց արդյունքները արդեն իսկ գրանցել են հասարակաքաղաքական իրական ընդդիմադիր հասարակաքաղաքական դաշտի կոնսոլիդացիայի տեսանկյունից նախ այդ լսումների ժամանակ Հայաստան խմբակցությունը հայտարարեց, որ միանում է եւ ստորագրում է մեր ձևաթղթի տակ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի համատեքստում եւ հնչեցին բազմաթիվ ելույթներ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական միավորների ներկայացուցիչների կողմից։ Ես ճիշտ ասած վերջին շրջանում նմանօրինակ կոնսոլիդացիայի դեպք չեմ հիշում, ուստի սա կարող ենք համարել լավ սկիզբ, որպեսզի որևէ մեկի մոտ տարընթերցում չառաջանա, առաջին հերթին մեր քաղաքացիներին տեղեկացնում եմ եւս մեկ անգամ, որ սա վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը, իսկ խոսակցականում impeachment-ի գործընթացը չի։ Սա հայտարարություն է, որը արձանագրել է մեր երկրում արտաքին քաղաքական եւ ներքաղաքական, ինչպես նաեւ անվտանգային խնդիրները, իսկ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը ընթանում է իր հունով եւ դա բացառապես լրիվ այլ գործընթաց է, այսինքն որևէ մեկի մոտ տպավորություն չառաջանա եւ այս երկու գործընթացները իրար հետ չշփոթեն, որովհետեւ նույնիսկ մամուլում տեսնում էի, որ արկա են տարընթերցումներ։ Ես ավարտեցի ներկայացումը, պարոն Վարդանյան։ Շնորհակալություն, պարոն Մամիջյան, ես ենթադրում եմ, որ հարցեր կլինեն։ Հարցեր հիմնական զեկուցողին։ Խնդրեմ, Տիկին Ղազարյան, պատրաստույթ Տիկին Կլոյան։ Շնորհակալ եմ, պարոն Մամիջանյան, եկեք միանգամից սկզբից պայմանավորվենք, եթե իմաստը այն է, ոնց որ բոլոր նախագծերն են եղել, այսինքն կանխատեսելի ընթացքով եւ պետք է միևնույն է մերժման դեպքում տանենք լիագումար նիստերի դահլիճում քննարկման, այս պահին էլ չմտնենք բովանդակային քննարկման մեջ եւ միանգամից լիագումար նիստերի դահլիճում խոսենք։ Խնդրեմ, պարոն Մամիջյան։ Սա է հարցը։ Ես չգիտեմ Տիկին Ղազարյան ինչ ընդհանրացում եք անում, ես առաջին անգամ եմ այս հանձնաժողովում օրինագիծ ներկայացնում, չգիտեմ ոնց որ միշտ ոնց է լինում,
այնպես որ ձեր հարցի առաջի հատվածին պատասխանել չեմ կարող, դա մեկ։ Երկրորդ, բովանդակային քննարկման հետ կապված, եթե դուք պատրաստ եք մտնել իմ հետ բովանդակային քննարկման մեջ ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին վերտառությամբ հոդվածի վերաբերյալ, ես այսօր ամբողջ օրս կազատեմ եւ մեծ սիրով դրան կտրամադրեմ, բայց դժվար թե դուք այդպիսի բան անեք։ Միջև Տիկին Ղազարանին արձագանքի իրավունք տալը, ասեմ, պարոն Մամիկյան, որ ազգային ժողովի պատգամավորի հիմնական գործեր, հիմնական պարտավորությունը ազգային ժողովի նիստերին եւ հանձնաժողովի նիստերին մասնակցելն է։ Եթե անհրաժեշտ է, սաղորը կնստենք ստեղ եւ քննարկենք, եթե նման կարիք եւ ցանկություն առաջանա։ Առաջի անգամ եք հանձնաժողով, մեր հանձնաժողովի համար նորույթ չէ, 1, 2, նույնիսկ 3 օր նիստ անելը մենք պատրաստ ենք եւ մենք դրանից որևիցե եղանակով չենք խորշում։ Խնդրեմ, Տիկին Ղազարյան։ Շնորհակալ եմ։ Կարծես թե ձեր պատասխանում են պատասխանել կար, որ միևնույն է հույս չունեիք, այսինքն հաստատում եք այն ինչ որ ասեցի, միևնույն է ստանալ բնականաբար շատ լավ եք գիտեք, որ այն ինչ որ դուք ներկայացրել եք առհասարակ բովանդակային քննարկման իմաստ չկա իմ կարծիքով, այսինքն այն տվյալները կարծես ազատվեցի շարադրություն լինի, այնպես որ այն միտքը, որ միևնույն է դուք չեք մտնի քննարկման մեջ, հետեւաբար տանելու ենք լիագումար, արդեն կանխատեսելի էր, վստահաբար գիտեի այս ընթացքը այդպես է լինելու։ Նախ Տիկին Ղազարյան, առաջինը, եկեք որպեսզի ես հանգարտ չսկսեմ որակումներ տալ ձեր կամ ձեր գործընկերների ներկայացրած տարբեր փաստաթղթերի հետ, եկեք զերծ մնանք դպրոցական ձևակերպումներից մեկ։ Երկրորդ, նորից վերահաստատեմ, եթե դուք ես վերտառությամբ հայտարարության վերաբերյալ բովանդակային քննարկման կարող եք մտնել, ես սիրով կազատեմ իմ ամբողջ օրվա գրաֆիկը եւ ամբողջ օրը ձեր հետ այն բովանդակային կքննարկեմ։ Առավել եւս, որ վստահեցնում եմ ձեզ, որ այս հայտարարության մեջ չկա նույնիսկ մեկ ստորակետ, որը մենք չենք կարող հիմնավորել։ Ինչ վերաբերվում է, թե ինչ մոտեցումներով ենք եկել, ասեմ, ոնց էր վարպետի մոտ տառապանքս փորձ ունի։ Երբ մենք եւ Հայաստան խմբակցությունը համատեղ COP29-ին ընդառաջ առաջարկում էինք ազգային ժողովի հայտարարության տեքստ գերիների հետ կապված, ընդհանրական դա COP29-ին էր, որը իր մեջ պարունակում էր մեսիջներ միջազգային հանրությանը, Ադրբեջանի ղեկավարությանը եւ այլն եւ այլն եւ այլն, այն ժամանակ էլ մենք գրեթե վստահ էինք, որ հայտարարություն, որը մեկ տառ անգամ չուներ ներքաղաքական օրակարգի, մեկ տառ, պիտի որ առանց որևէ խնդիր ընդունվի, բայց ձեր խմբակցությունը այն տապալեց, այնպես որ իմ սպասելիքների տեսանկյունից ես այդ ժամանակ սովորեցի, որ սպասելիքներ ԿՊ-ից ունենալ չարժի։ Շնորհակալություն։ Խնդրեմ Տիկին Ղազարյան։ Պարոն Մամիկյանյան, դուք այստեղ ձեր կետերից մեկում նշել եք, որ տարածքային ամբողջականության խաթարում գոյություն ունի եւ այստեղ նշել եք, որ 2021 թվականից սկսած թշնամական ուժերը բազմիցս խախտել են Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանները, գրավել են տարածքներ։ Դուք նշել եք միայն 2021 թվականից ի վեր, բայց ես ուզում եմ հասկանամ, որ մեր առաջին պատերազմից, Արցախյան պատերազմից հետո մեր ինքնիշխան տարածք Արցվաշենը եւ ինչը մինչեւ այսօր գտնվում է Ադրբեջանի տիրապետության ներքո։ Այդ դեպքում դուք ինչպես եք վերաբերվում Արցվաշենին, չէ՞ որ հենց առաջին պատերազմից հետո այն գտնվում է Ադրբեջանում, ինչու այստեղ նշված չի Արցվաշենի մասին։ Ձեր վերաբերմունքը այս մասին, այդ դեպքում ձեր կողմից մատնանշված տարածքային ամբողջականության խաթարում չի։ Ճիշտ եք Տիկին Ղազարյան։ Եվ եթե դուք մտնեիք բովանդակային քննարկման մեջ այս հայտարարության, մենք կարող ենք քննարկել ավելացնել այդ կետը։ Բնականաբար հասկացվում է, որ ներևս մեկ անգամ դուք ճիշտ եք, բայց ակնհայտ է, որ խոսքը գնում է ըստ ձեր պաշտոնական Հարգելի գործընկերներ, հարգելի լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, խնդրում եմ ապահովեք հանձնաժողովի նիստի ընթացքում աղմուկի ընդունելի աստիճանը, որպեսզի մենք կարողանանք մեր բնական գործունեությունը շարունակենք եւ չմեղադրեք մեզ հետո լրագրողների իրավունքների սահմանափակման մեջ։ Խնդրեմ, պարոն Մամիկյան, շարունակեք։ Բայց այս հայտարարության պարագայում
եթե համատեքստի մեջ նայենք, խոսքը գնում է ձեր պաշտոնական տվյալներով 200 քառակուսի կիլոմետրից ավել մեր ինքնիշխան միջազգայինորեն ճանաչված տարածքների 3 մարզի, պարագայում օկուպացիայի մասին։ Եվս մեկ անգամ նշում եմ, որ եթե մենք խոսենք զուտ տերմինաբանության տեսանկյունից, այո դուք ճիշտ եք, բայց այս համատեքստը վերաբերվում էր 44-օրյա պատերազմից հետո ձեր իշխանությունների անվտանգային բացթողումների հետևանքով տեղի ունեցած մեր ինքնիշխան տարածքների օկուպացիաների մասին եւ այդ օկուպացիայի վերացման ուղղությամբ 0 քայլերի կատարման վերաբերյալ, որպեսզի ասածս սխալ ընկալումներ եւ նենգափոխումներ չունենա։ Օկուպացված տարածքները ազատագրելու ընդհանուր տարբերակներից մեկն է այսպես կոչված ուժային տարբերակ։ Եվ ես բացարձակ իմ ելույթի մեջ կոչ չեմ անում դրան։ Բայց եթե ծավալվենք, երկար կծավալվենք, որ մենք համարում ենք, որ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները պիտի սկսեին կամ առնվազն առաջնահերթություն պիտի ունենային այն տարածքները, որոնք մեր համար կենսական են, մեր տարածքները օկուպացված են, բայց արի ուտես, որ սկզբում սահմանազատում սահմանագծում տեղի ունեցավ այն հատվածում, որը բխում էր Ադրբեջանի շահերից, պարզ պատճառով, որովհետև Տավուշի հատվածում մեր պաշտպանական գիծ ամենաուժեղն էր, դա հայտնի փաստ է։ Հույս կար, որ գոնե հետո տեղի կունենա օկուպացված տարածքների ազատագրում, բայց դա նույնպես տեղի չունեցավ, ըստ հանձնաժողովի հայտարարության սահմանագծումը սկսելու է Հայաստան-Ադրբեջան-Վրաստան սահմանների հատման կետից ու իջնելու է դեպի հարավ։ Այսինքն Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթություն մեր սուվերեն տարածքների ազատագրումը փաստացի ոնց որ թե կառավարության գործողությունների մեջ առաջնահերթություն չի։ Հետևաբար այս հայտարարության մեջ նշված էր հենց այդ տրամաբանությամբ, հենց այդ անվտանգային տրամաբանությամբ։ Շնորհակալություն։ Պարոն Մամիջանյան, այնուամենայնիվ արձանագրում ենք, որ ձեր կառավարման տարիներին դուք ոչինչ չեք արել, որպեսզի մեր Արցախաշեն ինքնիշխան տարածքը վերադարձնի Հայաստանի Հանրապետությանը։ Բայց ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ ձևավորվել է սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողով, ինչի արդյունքում մենք իրականացրել ենք շուրջ 12 կիլոմետր սահմանազատված սահման եւ այդ աշխատանքները անպայման շարունակվելու են եւ իհարկե պարտադիր կերպով 200 կիլոմետր քառակուսի կիլոմետր տարածք, որը ներկայությամբ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, այն սահմանազատման սահմանագծման հանձնաժողովի արդյունքում անպայման վերականգնելու ենք եւ բնականաբար դա մեր ինքնիշխան տարածքն է եւ այդ գործընթացները շարունակական են։ Առավել եւս, երբ որ մենք ստորագրել ենք խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը եւ պարտադիր այդ նախաստորագրումը եւս հիմք է հանդիսանում խաղաղության եւ խաղաղ դիվանագիտական ճանապարհներով ամբողջական տարածքային ամբողջականության վերականգնումը։ Խնդրեմ, պարոն։ Ինքնուրույն կարիք չկար հիշեցնելու ձեր պատասխանի մեջ, որտեղ ես ինքս իմ պատասխանի մեջ ասացի հանձնաժողովի աշխատանքների մասին, եւ այո, վերահաստատեմ ձեր ասածը։ Այո, կա հանձնաժողով, դա եկեք ավելի պարզ տեքստով ասենք, որովհետեւ մեր քաղաքացիներն են դիտում, իսկ մենք առաջին հերթին աշխատում ենք որպես իրենց պատվիրակներ։ Կա սահմանագծման հանձնաժողով, որը պիտի հստակեցներ Հայաստանի պետության եւ Ադրբեջանի պետական սահմանները։ Կա շուրջ 200 ըստ պաշտոնական տվյալների քառակուսի կիլոմետր տարածք, որը օկուպացված է։ Մենք սկսում ենք, այսինքն դուք սկսում եք այդ սահմանը սահմանազատել, սահմանագծել, ու սկսում եք մի հատվածից, որը բխում է բացառապես Ադրբեջանի շահերից։ Ավելի ուղիղ տեքստով ասեմ, այս տարիների ընթացքում Տավուշի հատվածում որևէ իրենց տեսանկյունից հաջողված, այսինքն մեր տեսանկյունից վտանգ ներկայացնող ագրեսիա տեղի չի ունեցել։ Ինչի, որովհետև Տավուշի հատվածում մեր պաշտպանական գիծը շատ ավելի լավն է, պարոն Աբրահամյանը, այստեղ ենք ավելի լավ է դրանից հասկանում, ավելի մասնագիտական կարող է բացատրել։ Դուք որոշ հատվածում ջարդեցիք այդ իրողությունը, գնալով Ադրբեջանի պահանջով։ Ես ճիշտ ասած ակնկալիք ունեի, որ լավ, առաջինը չեք կարողացել մեր երկրի շահը առաջ տանել, գոնե երկրորդը դա կլինի, բայց չէ, էլի Ադրբեջանի շահով, սկսում է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանների հատման կետից ու իջնելու է հարավ։
այսինքն այս պայի դրությամբ 0 քայլ է արված Հայաստանի Հանրապետության պետական սահմանը միջազգայինորեն ճանաչված մեր սուվերեն տարածքը վերականգնելու տեսանկյունից։ Գիտեք, ես երկար կարող եմ ձեր հետ բանավիճել, թե ինչու է տարբերությունը Արցվաշենի իրողության եւ այս իրողության, բայց կարծում եմ, որ դա ակնհայտ է։ Եթե նույնիսկ ձեր համար ակնհայտ չի, ապա մեզ լսողների համար հաստատ ակնհայտ է։ Այդ։ Երկրորդը, ինչ ենք արել մենք, գիտեք, 12, 13, 14 թվականներին ես ամի անգամ ազգային ժողովում ասել եմ։ Մեր սահմանը բարելավվել է շուրջ 500 քառակուսի կիլոմետրով Արարատի մարզի հատվածում։ Ինչի մենք դրա մասին չէինք խոսում, ընդ որում ես այս թիվը շատ նենց թիվ եմ ասում, որ հանգարց որևէ մեկը չկարողանա կասկածի տակ դա դնել։ Մինչև մեղրի է հասնում, Արարատից սկսած շնորհակալություն պարոն Աբրահամ, մինչև մեղրի ու կոմ։ Ինչի մենք դա չէինք բարձրաձայնում, բացատրեմ, որովհետև 20 թվականին ձեր իշխանությունը Ամրանը Տավուշյան դեպքերը այնպես ներկայացրեց, որպես երրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակ, որը առաջացրեց շատ լուրջ խնդիրներ։ Հաշվի առնելով իմ կարգավիճակը, ես չեմ ուզում ավելի բաց տեքստով ասել, բայց առաջացրեց շատ լուրջ խնդիրներ։ Չարժեր 70 մարտական խաչ, բոլոր տղերքն են հերոսներ, դա չի քննարկվում։ Եվ վերկանալ ասել մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է։ Հիշեցնեմ մեր տարածաշրջանում նաև Իրանն է եւ Թուրքիան։ Իսկ հետո դրանից 3 ամիս հետո ասել, որ բանակը պարտվեց։ Այդ ենք մենք արել, Տիկին Քլոյան։ Այո, Արցվաշենի հարցում ձեր պնդումը գուցե մասամբ ճիշտ է, բայց այս պնդումը իրականություն է։ Արձագանքեցիք Տիկին Քլոյան, ելույթով մնացած։ Ես հասկանում եմ իհարկե մի փոքր ընթացակարգի պահպանման շրջանակներում դժվար է արտահայտվել ամբողջությամբ, բայց ի վերջո այս հաստատությունը գործում է ազգային ժողովի կանոնակարգի, մեր աշխատակարգի եւ այլ փաստաթղթերի հիման վրա։ Տիկին Դավոյան, պատրաստի Տիկին Մինասյանը։ Շնորհակալություն։ Պարոն Մամջանյան, չեմ արձագանքի, ուղղակի հաց կտամ հենց լսումների հետ կապված։ Դուք ասացիք, որ լսումների ընթացքում մեծ համազգային կոնսոլիդացիա է ապահովել։ Ես ուզում եմ իմանալ ինչպես է դրսևորվում այդ կոնսոլիդացիան եւ ուզում եմ իմանալ ձեր հետագա գործողություններն ինչպիսին պիտի լինեն այս նախագծի մերժումից հետո, որովհետև ինչպես դուք ասացիք, ձեր խոսքերն եմ կրկնում, դուք առանձնապես մեծ ակնկալիք չունեք քաղաքացիական պայմանագրից, եւ հետեւաբար, եթե մեծ ակնկալիք չունեք, կարծում եմ, որ պիտի պատրաստ լինեք նաեւ մերժմանը, եւ ինչ պիտի լինի այդ կոնսոլիդացված հանրությունը, ինչպիսի գործունեություն պիտի շարունակի ծավալել այդ կոնսոլիդացված հանրույթը այս մերժումից հետո, որովհետև կարծում եմ դուք մեծ գործ եք արել այդ լսումների ընթացքում։ Շնորհակալություն։ Խնդրեմ, պարոն Մամջյան։ Ճիշտ եք կարծում, այո, պատիվ ունեմ խմբակցությունը մեծ գործ է արել այդ լսումների ընթացքում։ Տիկին Մինասյան, խնդրում եմ։ Խնդրեմ, պարոն Մամջյան։ Եվ ուրախալի է, որ անգամ դուք եք դա գնահատում։ Ինչ վերաբերվում է ինչ տեղի կունենա գործընթացի հետ։ Ինչպես պատիվ ունեմ խմբակցությունը բազմիցս հայտարարել է։ Այս գործընթացը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը փաստաթղթային տրամաբանության մեջ մուտք է արվելու ազգային ժողով, երբ 54 պատգամավոր ստորագրություն լինի դրան, այսինքն երաշխավորված հաջողության պարագայում, այլ կերպ ասած, երբ օրինակ դուք Տիկին Դավոյան եւ եւս 17-18 ձեր գործընկերներ քաղաքացիական պայմանագրից միանան դրան։ Ինչպես է դա տեղի ունենալու, բացատրեմ։ Երբ դուք բավական ուրախ են անցնում ձեր նիստերը, պարոն Վարդանյան։ Չենք բողոքում։ Պարոն Մամջյան, չենք բողոքում։ Խնդրեմ, եւ նաեւ եթե խմբակցությունը մասնակցեք եւ ձեր ներկայացումն եւ ձեր կոտան ապահովեք, մենք ուրախ կլինենք։ Այդ արդեն մենք կհաշվենք։ Խնդրեմ։ Երբ հանրային ճնշման արդյունքում
դուք գիտակցեք, թե ձեր չմիանալը եւ Նիկոլ Փաշինյանի Հայաստանի Հանրապետության կառավարիչ մնալը օր-օրի ինչ խնդիրներ է առաջացնում, այդ ժամանակ մենք կունենանք այս գործընթացի հաղթական ավարտը։ Ինչ վերաբերվում է լսումներին։ Լսումների ժամանակ ես կոնկրետ թիվ քաղաքական եւ հասարակական միավորների ասել չեմ ուզում, բայց ես չեմ հիշում վերջին շրջանում որևէ մի գործընթաց, որի շուրջ այդպիսի կոնսենսուս արկա լինի։ Այնպես որ շնորհավորում եմ, դուք ձեր գործունեությամբ կարողացել եք ապահովել միանշանակ կոնսենսուս։ Բոլորը համակարծիք են, որ Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա։ Այստեղ չեմ կարող չարձնել։ Արձագանքելու եք, բայց ճիշտ ասած ես էլ եմ լսումներին հետևել։ Նույնիսկ ձեր մասնակիցներն են կան համակարծիք չեն, բայց չեմ մեկնաբանում, խնդրեմ։ Ես պարոն Վահթանյանի նման մեծ համբերություն չեմ ունեցել եւ ամբողջ լսումներին չեմ հետևել, որպեսզի շատ մանրամասն ասեմ, թե ով ինչ ելույթ է ունեցել։ Մեծ գործ, որ ասացի արել եք, պարոն Մամիջանյան, նկատի ունեի 4.5 տարվա մեջ առաջին անգամ պատիվ ունեմ խմբակցությունը ինչ որ բան է արել։ Ես դա նկատի ունեի եւ 4 տարվա համար ես դա համարում եմ այո մեծ գործ։ Եվ եթե դուք ակնկալում եք, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից որևէ մեկը միանալու է ձեր այդ գործընթացին եւ ինչ որ թուղթ է ստորագրելու եւ դուք ինձնից սկսեցիք այսպես ասած, դուք գիտեք, որ դա արդեն իսկ շատ ցախողված ծրագիր է եւ պետք չէ պես վստահորեն գալ եւ հայտարարություններ անել, նաեւ այլ դերակատարներով, որ 7 հոգի կան, հետո եւ այլ, պետք չէ նման բաներ անել, բոլորս եկեք ավելի իրական գնահատենք տեղի ունեցող գործընթացները Հայաստանի Հանրապետությունում, որակումները կտրվեն, կարծում եմ, խորհրդարանական ընտրությունների ժամանակ, բոլորիս եւ ձեզ եւ մեզ եւ մեր գործունեությանը եւ ձեր գործունեությանը եւ դրանից ճշմարտացի որակումներ չի լինի։ Ժողովուրդը իր քվեով կասի, որս ենք ճիշտ, որս ենք սխալ ու եւ ում է համակրում, ում չի համակրում։ Իսկ թե ինչպիսի իշխանություն ենք մենք դա շատ լավ գիտենք, մեր թերություններով հանդերձ եւ մենք բաց ենք բոլոր շատ նորմալ քննադատությունների համար, սակայն ոչ այն քննադատությունների կամ այն ելույթների, որոնք հնչեցին ձեր լսումների ժամանակ, որոնք ընդհանրապես քննադատություններ էլ չէին, ուղղակի ավելի շատ մաղձեր, որը հնչեց տարբեր տեսակի կոնսոլիդացված ընդդիմադիր շրջանակների կողմից։ Իսկ թե ինչու եք նորից եմ իմ հարցին դուք չպատասխանեցիք, եթե դուք քպեից ակնկալիք չունեք, ինչու եք բերել այս հարցը օրակարգ։ Եթե դուք ակնկալիք չունեք, ուզում եմ հասկանալ, եթե ակնկալիք չունեք, ինչպես եք ակնկալում, ոչ որ մեկն է մի հատ ստորագրելու է այդ թղթի տակ։ Կարող նախագահողը չկա, ես ինքս ինձ ձայն կտրամադրեմ։ Նախ, Տիկին Դավոյան, առաջինը դուք խառնում եք ակնկալիքները այս հայտարարության եւ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի մի միավորեք։ Ձեր մոտ ավելի շատ անջատելն է իրարից ստացվում։ Միավորելը ձեր ուժեղ կողմը չի։ Դա առաջին։ Երկրորդ, Տիկին Դավոյան, դուք իմ ճառագիրը չեք։ Ես էլ ճառագրի կարիք երբևէ կյանքումս չեմ ունեցել, պետք չի խորհուրդ տալ, թե ես ոնց ելույթ ունենամ։ Ինչ վերաբերվում է պատիվ ունեմ խմբակցության գործունեությանը, միանգամայն ճիշտ եք։ Հանրությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են տալու բոլորիս գործունեության գնահատականները։ Եթե դուք մի քիչ ավելի ուշադիր հետևած լինեիք ազգային ժողովի աշխատանքներին այս 4.5 տարի, կիմանայիք, որ նաև օրենսդրական նախաձեռնություններ են եղել, որոնք դուք նույն տրամաբանությամբ տապալել եք դեռևս կառավարության եզրակացության մակարդակում։ Եվ ամենահետաքրքրականը համասմեք օրինագծեր չեք ներկայացրել, համելասմեք պարզա, որ պիտի ակնկալիքներ չունենաք քաղաքացիական պայմանագիր
խմբակցությունից, իսկ թե ինչ է արել պատիվ ունեմ խմբակցությունը այս տարիների ընթացքում, առնվազն ձեր կողքը նստած Վլադիմիր Վարդանյանը, ձեր դիմաց նստած Արուսյակ Ջուլհակյանը, պատիվ ունեմ խմբակցության միջազգային գործունեության հետ կապված նաև Տիկին Մինասյանը, կարող եք իրենցից հարցնել, որտեվ դուք ոնց որ միջազգային դաշտում այդքան ակտիվ չեք ու առհասարակ եթե թվարկեմ են մարդկանց ում ես պիտի հաշվետու լինեմ իմ աշխատանքի մեջ ձեր անունը երևի վերջից երկրորդը կլինի շնորհակալություն Այլ հարցեր Տիկին Մինասյան խնդրեմ Շնորհակալություն չեմ ուզում մտնեմ քննարկման մեջ զուտ տեքստային մի քանի հարց ունեմ էլի տեքստի հետ կապված Առաջինը նշել եք ՀՀ տարածքային ամբողջականության խաթարում եւ տակը մեծ բարբերություն է ըստ ձեզ ըստ պատիվ ունեմ խմբակցության խնդրում նշել ՀՀ տարածքային Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը թվային ինչքան է Հայաստանի Հանրապետության տարածքը թվային զուտ հարցը իմ համար անհասկանալի ձեր դիրքորոշման մեջ էլի Երկրորդը նշել եք դաշնակիցների հետ հարաբերությունների վատթարացում եւ մեկուսացում Բարբերությունը պետք է կարդամ Հայաստանի հարաբերությունները ՀՀ գործող իշխանությունների անհեռատես քաղաքականության հետևանքով վատթարացել են ավանդական ռազմավարական դաշնակիցների եւ գործընկերների հետ առանց բավարար եւ կենսունակ այլընտրանքային անվտանգության համակարգերի ձևավորման անկայուն տարածաշրջանում Հայաստանը հայտնվել է խոցելի եւ մեկուսացված վիճակում ովքեր են ավանդական ռազմավարական դաշնակիցները խնդրում եմ պետությունները անվանական նշել Եվ երրորդ հարցը, այս զուտ էլի ընթացակարգային, դուք իհարկե այս նախագիծը բերել եք, որպեսզի լսումներ անցկացնեք, չէ՞, չեք ակնկալում, որ այս նախագծի շուրջ բերկա քննարկում ծավալվի կամ որևիցե դրական քվեով արժանանա։ Ու ես կարծում եմ, որ ձեր խմբակցությունը 7 հոգանոց է, չէ՞, 7 հոգուց ավել դրական քվե դժվար արժանանա, որտեղ լսումներին կարծեմ մյուս երկու խմբակցությունները չէին մասնակցում։ Վերջից սկսեմ Տիկին Մինասյան ոնց կարողացաք մի հարցադրման մեջ այդքան սխալ բան ասեք չգիտեմ բայց սա փորձենք հատարած գնալ 1 լսումներին մասնակցել է Հայաստան խմբակցությունը Դե նայեք ինչ ասեմ Հայաստան խմբակցությունը մասնակցել է Իշխան Սաղաթելյանը ելույթ է ունեցել տեսնում եք երկրորդ մեր խմբակցությունը 6 հոգանոց է Տիկին Մինասյան երրորդ լսումներին մասնակցել են նաև անկախ պատգամավորները առնվազն մեկը իրենցից որ ներկայացնում էր իրենց քաղաքական միավորը բացի դրանից մասնակցում էին արտախորհրդարանական մեծ ուժեր ազդեցիկ հասարակական միավորներ նորից չասեմ ամբողջ տեքստը Ինչ ակնկալիք ես ունեմ զարմանալի կլներ եթե ես առավոտյան զարթնած լինեիք եւ ճշմարտության կողմը բռնած լինեիք բայց ամենայնպես ես անիմաստ աշխատանք կատարելու սովորություն չունեմ ինձ շատ դուր է գալի որ արդեն երրորդ մարտը իմ հետ մտնում է բովանդակային քննարկման մեջ ու ասում է դուք երևի բովանդակային քննարկման մեջ չեք մտնելու դե երևի բովանդակային քննարկում չեմ երրորդ բովանդակային հարցն է Ну բովանդակային ինչքան ուղենքը բովանդակային դա հարցի մյուս կողմն է բայց ամենայնպես բովանդակային քննարկում ունեն որ հույս ունեմ գոնե 4-րդ մարտը որ բովանդակային քննարկում սկսի չի ասի չսկսենք բովանդակային քննարկում Հաջորդը կապված Հայաստանի Հանրապետության տարածքի հետ իմ դպրոցական դասագրքերում 29.8 էր Վերջերս իմ կողմից շատ հարգված պարոն Բագրատյանը շատ հետաքրքրական փաստեր է ներկայացնում որ իրականության մեջ այն ավելի մեծ է Բայց կարծում եմ ես ձեր հարցին պատասխանեցի ես իմ դպրոցական դասագրքերում կարդացել եմ 29.8-ով Դուք հիմա ինչ որ նոր թիվ եք մոկոնել բայց ամենայն դեպս ես էլ դա եմ կարդացել Ինչ վերաբերվում է ձեր նշած կետին նախ ես իրավաբան չեմ բայց ըստ մեր օրենքների մեր միջազգային պայմանագրերի մեջ նշված է թե ովքեր են մեր դաշնակիցները գործընկերները թե ում հետ ունենք ինչ մակարդակի հարաբերություններ Եթե ձեզ հետաքրքրում է բովանդակային թե ինչի ենք այդպես նշել կարող եմ մեծ սիրով հատ-առհատ թվարկել օրինակ ձեր փառահեղ այդ ժամանակ գլոկալացում էր Փաշինյանը անվանում թե ռեգիոնալացում չեմ հիշում արդեն արտաքին քաղաքական մինչև
բալանսավորող, բալանսավորված եւ առողջարար արտաքին քաղաքականության անցնելը ինքը ռեգիոնալացման արտաքին քաղաքականության կոչ էր անում եւ դրանից մի քանի ամիս հետո Վրաստանը կարծում եմ պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական նոտա հղեց, որտեղ ձեր նախկինում գործընկեր պատգամավոր, իսկ հիմա նորից նախարար Արսեն Թորոսյանը անզգուշությամբ սեփական թերացումները, իսկ այդ թերացումները մարդկային կյանքերի գներ ունեին, արժեք ունեին COVID-ի ժամանակ քողարկելու համար վիրավորել մեր հարևան Վրաստանին, հարևան եւ բարեկամ Վրաստանին։ Օրինակ այդ կամ վերջերս վարված քաղաքականությունը առիթ հանդիսացավ, որպեսզի մեր հարևան եւ բարեկամ Իրանի որոշ ազդեցիկ պաշտոնյաներ հայտարարություններ անեն, որոնք մտահոգվելու առիթ են տալիս։ Եղել են պաշտոնյաներ, որոնք հակառակ հայտարարություններ են արել, բայց հերքել փաստավոր եղել են վտանգավոր հայտարարություններ անհնար։ Ասեմ նաեւ, որ 2023 թվականին էր Սուրմալուի դեպքը, չէ՞, եթե չեմ սխալվում։ 23 թվականին Սուրմալուի դեպքից հետո էլի մեր համատեղ երկկողմ հարաբերությունների մեջ առաջին անգամ Ռուսաստանից եղավ պաշտոնական նոտա։ Ես կհիշեցնեմ, թե որն էր առիթը։ Հասարակաքաղաքական միավորներից մեկը Հայաստանում իմ խորին համոզմամբ բովանդակ եւ վտանգավոր հայտարարություններ տարածել, փորձելով ինչ-որ կապել Սուրմալուի ողբերգական դեպքը աշխարհակաղակական տրամաբանության մեջ, եւ դրանի պատասխան եղավ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի պաշտոնական նոտան։ Ակնհայտ է, որ այդ իրադարձությունը ընդհանրապես առիթ էր եւ դա ցույց էր տալիս, թե ինչ մակարդակում են այդ թվում նաեւ հայ-ռուսական հարաբերությունները։ Ես այսպես շատ երկար կարող եմ շարունակել։ Դուք ԵՄ-ի հետ աննախադեպ, բացառիկ, էքսկլյուզիվ փաստաթուղթ եք պատրաստում, որը իր կարևորությամբ եւ բովանդակային բեռնվածությամբ համեմատվել անգամ չի կարող ՍԵՊԱ-ի հետ, որտեղ նա ընդհանրապես գործադիրների միջև հուշագիր է լինելու ամենայն հավանականությամբ, իսկ ՍԵՊԱ-ն առնվազն վավերացված էր բոլոր անդամ երկրների խորհրդարանների կողմից իմիջիայլոց, որ դուք անդադար ասում եք Արցախը վաղուց էր հանձնված եւ այլն եւ այլն եւ այլն, այդ հանձնված Արցախի մասին ՍԵՊԱ-ի մեջ հստակ նշված են 3 հիմնարար սկզբունքներ ու դրանք վավերացվել են բոլոր անդամ երկրների խորհրդարանների կողմից։ Այս առհասարակ ցեվով է հանձնել Արցախը գոյություն չունեցող բանավեճի վերաբերյալ։ Ես կարծես ձեր բոլոր հարցերին պատասխանեցի։ Արձագանք Գիմնասյան։ Զուտ արձանագրման համար էլի իմ հարցերի պատասխանները ստացել եմ, թե չէ։ Ընդունում եք, որ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանները պարփակված են 29800, դուք դպրոցում եք սովորել 29743 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ։ Եվ ընդունում եք, որ ըստ ձեր թվարկման հաջորդականության եւ ըստ ձեր տրամաբանության նոտաներով, միջպետական նոտաներով խաթարվում են ավանդական ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունները, եթե այդպիսիք կան, եւ հերթականությունը Վրաստան, Իրան, Ռուսաստան։ Ճիշտ եմ հասկացել։ Ոչ, հերթականությունը թվարկման բացառապես ըստ կարևորության չէր։ Մեկ էլ Ռուսաստանը Սուրմալիուի դեպքով էր։ Ես կարծում եմ դուք ինձ ուշադիր չէիք լսում, Տիկին Մինասյան։ Դե ուրեմն ավելի լուրջ խնդիր ունենք։ Ես թվարկեցի անհերքելի կետերը, հասկանում եք, նոտայի փաստի հետ վիճել հնարավոր չի։ Դուք կարող եք իմ հետ ժամերով բանակցել, բանավիճել, որ աննախադեպ եւ այլն այն բառերը, որ սիրում են ձեր մոտ։ Բայց իմ թվարկածները անհերքելի էին։ Այսինքն նոտայի արկայությունը հերքել չեք կարող։ Դրա համար ես ընտրեցի դրանք։ 1. Թվարկումը բացարձակ որևէ իմաստային ընտրություն չուներ, ավելի շատ եւի ժամանակագրական էր։ Ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի ֆիքսմանը, ես չգիտեմ, թե ինչի են որոշ ԿՊԿ խմբակցության որոշ ներկայացուցիչներ համարում, որ դա տենց անկյունը գցելու հարց հանդիմադրի բացարձակ։ Այո, նորից կրկնեմ, ես դպրոցում կարդացել եմ, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը 29.8 է։ Ես
ճիշտ ասած չեմ պատկերացնում, թե դուք ձեր կարծիքով ինչ տրամաբանական վիլկա եք պատրաստել դրա համար հետո, բայց ամենայն դեպս դա անհերքելի փաստեր է, առանձնապես վիճելու բան գոյություն չունի։ Այլ հարցեր, պարոն Մամիջանյան։ Խնդրեմ Տիկին Ջուլակյան։ Պարոն Մամիջանյան, հայտարարության տեքստում նշել եք, որ ազգային միասնության անցումային կառավարության ձևավորում եք դուք նախատեսում եւ նաեւ նշեցիք, որ լսումների ժամանակ աննախադեպ կոնսոլիդացիայի մենք ակնատես եղանք ազգային ժողովի նիստերի դահլիճում այնտեղ մի կին կար բուդդիստ, որը ասում էր, որ ազգի էլիտան է ինքը, կխնդրեմ նշել ինքը տեղ գտնելու է այդ միասնության կառավարությունում, թե ոչ։ Շնորհակալություն։ Գիտեք, Տիկին Ջուլակյան, սա որպես ներածական։ Ես մի քիչ զարմացած եմ, որ դուք ինչքան ժամանակ, որ ես ձեզ ճանաչում եմ, լիբերալ